Ռուսական զորքերի վերահսկողության տակ է անցել ուկրաինացիների պաշտպանության կարևոր կետերից մեկը՝ Կուպյանսկ քաղաքի գործարանի տարածքը։ Ռուսական գրոհային ջոկատի հրամանատարի խոսքով այս պահի դրությամբ իրենք 7 խոշոր շենք են վերահսկում։ Վերջին 24 ժամում զգալի առաջընթաց ենք ունեցել Ձերժինսկի փողոցում, ազատագրելով 7 խոշոր շենք և 1 գործարանային տեխնիկական կառույց, որոնք զինյալներն օգտագործում էին որպես հենակետային տարածք։ Իմ ջոկատը շարունակում է առաքելությունը Կուպյանսկի արևելյան մասի արդյունաբերական գոտում։ Օլիվինո երկաթուղային կայարանի համար մարտեր են Կուպյանսկում։ Հոկտեմբերի վերջին էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել, որ զինված ուժերը շրջափակել են մոտ 5000 ուկրաինացի զինվորների։ Պոկրովսկում շրջափակման մեջ մնացած ուկրաինացիների հստակ թվի մասին տեղեկություն չկա։ Դաշնության զինված ուժերի տելեգրամում հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է Պոկրովսկում ռուսական անօդաչուն հետապնդում և հարվածում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների զրահափոխադրիչին։ Ռուսական կողմը հաստատում է նաև, որ տարածքում հայտնաբերել և ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների թաքնված դիրքերը։ Ռուսական կողմը Պոկրովսկից գերեվարել է Ուկրաինայի զինծառայողների։ Երբ հասանք Պոկրովսկ, օդային հարվածներն ու հրետակոծություններն առանց դադարի էին, նույնիսկ պարանոցը դուրս չէր կարող հանել։ Ռուսական կողմը մի տարածք էլ գրավել է Զապորոժիեում։ Ռիբնոյե գյուղն է անցել ռուսների հսկողության տակ։ Ռազմադաշտում թեժ գիշերվանից հետո Զելենսկին X-ում գրառում է արել, ընդունելով, որ օդային պաշտպանությունը Ուկրաինայի աքիլեսյան գարշապարն է։ Մենք այս պատերազմի առաջին օրվանից խոսում ենք երկնքի փակման մասին, մենք հասկանում ենք, որ դա մեր խոցելի տեղն է։ Զելենսկին պատրաստվում է 25 պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգ պատվիրել Միացյալ Նահանգներից, բայց մինչև թղթաբանությունը ավարտվի, շատ ժամանակ կանցնի։ Ուկրաինայի նախագահը առաջարկում է եվրոպացի գործընկերներին իրենց ունեցած հոբ համակարգերը տրամադրել Կիևին, իսկ երբ իրենք կստանան պատրիոտները, դրանք կփոխանցեն օգտագործած հոբերի դիմաց։ Ըստ Կրեմլի, Եվրոպան շարունակում է հրահրել Կիևին չավարտել պատերազմը։ Ռուսաստանի նախագահի խոսնակի պնդմամբ մոլորության մեջ են եվրոպացիները, որոնք վստահեցնում են Ուկրաինային, թե հնարավոր է հաղթել պատերազմում։ Սա ամենախորը մոլորությունն է, որին տրվում է Կիևի ռեժիմը։ Առաջնագծում իրավիճակը վկայում է հակառակի մասին։ Այն շատ դինամիկ և պերճախոս է Կիևի ռեժիմի դիրքորոշման հեռանկարների մասին, որոնք անխուսափելիորեն օրեցօր կվատթարանան։ Գիշերն անհանգիստ է եղել նաև Ռուսաստանի երկինքը, Կուրսկի, Լիպեցկի, Տվերի, Սամարայի, Կալուգայի և այլ մարզերի հակաօդային պաշտպանության համակարգերը ուկրաինական 71 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Մարիամ Ամիրջանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։